Կարծում եմ միայն հորդորներով մենք խնդիրը չենք լուծի, իհարկե դա շատ կարևոր հատված է, բայց այնուամենայնիվ մենք որոշակի մեխանիզմներ արդեն իսկ քննարկել ենք, որպեսզի նմանատիպ խնդիրներից զերծ մնանք։ Ես նաև ի շարունակություն ձեր ասվածի ավելի մի քիչ մեծ խնդրի մասին խոսենք, պարոն Արեյան, մենք նախկինում քննարկել ենք Կորեայի ձորում շինաղբի թափման հետ կապված աշխատանքները գրություն էին գրել ոստիկանություն, որին շատ արագ արձագանք էր եղել, բայց ես հիմա նորից ահազանգ եմ ստանում, որ այդ process-ը շարունակվում է եւ ամբողջապես չի դադարել։ Խնդրեմ երկու բառով ներկայացնեք։ Հա, պարոն Ավինյան, ձեր նամակից հետո ոստիկանությունը, բարեկային ծառայությունը շատ արագ արձագանքեցին, կայացել է խորհրդակցություն այստեղ, աշխատանքների կազմակերպման սխեման քննարկվել է վարչական շրջանների ղեկավարների հետ, առաջի ամսում տրվեց լայն թափ այդ աշխատանքներին, լավագույնս աշխատել է այս ընթացքում հասարակական կարգի պահպանության ծառայությունը, բավականին թերի է եղել գազքի մասնակցությունն ու աշխատանքը այս ոլորտում, երբ որ ամենակարևոր ֆունկցիան դրված էր, պարոն Ավինյան, շինարարական թույլտվություններում նշված է, որտեղ պետք է կառուցապատողը տեղափոխի շինաղբը։ Սա պարտադիր պայման է եղել եւ պարոն Սեդոյանի կողմից է դա պահպանվում եւ պարոն Մաչյանի։ Սակայն այս օղակի թույլ վերահսկողության պարագայում կառուցապատողները չվերեցին այդպիսի զգաստություն, ինչպես եղավ հասարակական կարգի ծառայության շատ ակտիվ գործունեության ընթացքում։ Վարչական շրջանների ղեկավարների հետ պայմանավորվել ենք, որ պետք է իրականացնեն պարբերաբար հերթապահություն եւ ռեյդ։ Նախորդ շաբաթ ինքս եմ այցելել այդ աղբավարերը, բավականին թույլատրել են աշխատանքը վարչականների ղեկավարները, սկսել են մարդիկ առիթից օգտվել։ Ինչ մնում է Սիլիկյան թաղամասում աղբի տեղադրման աշխատանքներին, ամեն ինչ կազմակերպված է, պարոն փոխքաղաքապետ, բոլոր պայմանները ստեղծված են, երթուղին բարեկային ծառայության հետ հաստատված ցուցանակներով, խնդրեի ձեր հանձնարարականը, այնինչ եղավ առաջին ամսում, նույն ակտիվությամբ վարչական շրջանների ղեկավարները վերականգնեն աշխատանքը։ Մեր բոլոր ահազանգերին բարեկային ծառայությունը արձագանքում է, գալիս է եւ աջակցում են։ Եվ եւս մեկ անգամ ուզում եմ բերել այն օրինակը, որ մենք իրավունք ունենք վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով, այդ պատիժը սահմանել կառուցապատողների նկատմամբ, անթակույց պիտի ասեմ, պարոն Ավինյան, որ շատ տխուր է, երբ որ խախտողների մի մասը լայն ծավալի կառուցապատողներ են, որոնք չեն պահպանում շինթույլտվության պահանջները։ Այստեղ մեր երկու կառույցի խիստ հսկողությունն է պետք, խնդրեի ձեր հանձնարարականը։ Մեր կողմից ամեն ինչ կարի եւս մեկ անգամ վերահսկելու աշխատանքը, դուք մեկ անգամ քննարկման ժամանակ ասել եք, որ միանգամյա լուծումներ պետք չեն, հարկավոր է սպառիչ վերջ դնել այս ելույթին, կարծում եմ պետք է գնանք այդ ճանապարհով եւ պատրաստ ենք ամեն ինչ անելու։ Շնորհակալություն, պարոն Արեյան, այդ դեպքում պարոն Արեյան, ես կխնդրեմ ձեզ գազքի մեր վարչական շրջանների ղեկավարների հետ պատասխանատվությունը ձեզ վրա դնելով եւ ինձ տեղեկացնելով, թե որ օղակում այս ընթացքում ով է թերացել, ես անձամբ դրանով զբաղվեմ, բայց նորից շեշտեմ, հարգելի գործընկերներ, վարչական շրջանի ղեկավարներ, պարոն Գյուլզադյան, գազքի ծովա մեզ մոտ այսօր կներկանաք Պարոն Հարությունյան, կներկայացնեք ինչ է կարել այս ընթացքում շինաղբի, ապօրինի շինաղբի տեղափոխման կանխման ուղղությամբ։ Պարոն Ավինյան, հնարավորինս փորձել ենք մեր ուժերով հետևողական լինել այդ տարածքներին, ինչքան որ հնարավոր է։ Այ, խնդրում եմ կոնկրետության մեջ, էլի, ինչ է կարել, ուղարկել ենք մարտ, ինչ օր է ժամկետներ, հիմա պարոն Արեյանը պնդում է, որ այդքան էլ ոնց որ ակտիվ չեք եղել։ Պարոն Ավինյան, եթե կարելի է գործակալականից հետո առանձին զեկուցամ ձեզ։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այս ամենամեծ խնդիրներից մեկն է եւ իրականում այստեղ մի քիչ նաեւ
խնդրահարույցը այն առումով, որ մենք գիտենք խնդրի մասին, մենք գիտենք, որ սա խախտում է, ու ստացվում է, որ տենց չենք կարողանում դեմը առնել, դա ամոթ է, ուղղակի ամոթ է մեզ բոլորիս։ Ես կարծում եմ, այս հարցը պետք է 2 շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում ամբողջապես լուծվի։